Ադրբեջանում կրկին երկարացվել է կարանտինային ռեժիմը, դրանից բխող սահմանափակումներով։ Համապատասխան որոշումը կայացրել է երկրի կառավարությունը։ Իշխանությունները պնդում են, որ կարանտինը դեռևս անհրաժեշտ է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արդյոք Ադրբեջանում իսկապես կորոնավիրուսի տարածման վտանգ կա այդպես։ Բացարձակ, արդեն մի քանի տարի է, ինչ գրեթե զրոյական են կորոնավիրուսի ցուցանիշները Ադրբեջանում եւ պարզ է, որ ընդամենը պատրվակ է կորոնավիրուսը բոլորովին այլ նպատակներ են իրականում։ Ուրեմն վստահորեն ասում եմ, Ադրբեջանը մոլորակում միակ պետությունն է, ուր կորոնավիրուսային այդպիսի կարանտին է գործում։ Ոչ Չինաստանում, ոչ Կորեայում, աշխարհում այդպիսի երկիր այլևս գոյություն չունի։ Պետությունների մեծ մասում դեռևս 22 թվականին են բոլոր այդ արգելքները հանած, իսկ Ադրբեջանում արդեն ուղիղ 6 տարի է, ինչ գործում է կարանտինը, թեև հիմնականում այդ սահմանափակումները հանված են, այսինքն դիմակ կրելու պարտադրանք չկա, պատվաստվելու պարտադրանք չկա, թեստավորման պարտադրանք չկա, բայց կան սահմանափակումներ, մասնավորապես սահմանը հատելու, ցամաքով հատելու իրավունք չունեն ադրբեջանցիները եւ այլ երկրից հնարավոր չէ հատել Ադրբեջանի սահմանը։ Այսպիսով, կարծեմ Ադրբեջանից բացի ընդամենը մեկ պետություն կա աշխարհում, ուր նման սահմանափակում կա, այսինքն ցամաքով սահմանը հատելու, դա Հյուսիսային Կորեան է։ Եվ երկրորդ սահմանափակումը, որը տեսականորեն կարող է լինել, եթե դրա անհրաժեշտությունը լինի, դա հավաքներ անցկացնելու սահմանափակումն է։ Ցանկացած պահի կարող են հիշել, որ կարանտինը դեռ կա, կառավարական որոշում կա այդ մասին եւ դրանից ելնելով համապատասխան արդեն կոնկրետ որոշումներ կայացնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Արդյոք հանրության համար համոզիչ են պաշտոնական այս վարկածները կորոնավիրուսի հետ կապված։ Վստահ եմ, որ ոչ եւ անգամ համաշխարհային լրատվամիջոցներ են կատակում այդ մասին, դրա մասին հրապարակումներ են ունեցել BBC-ին, Deutsche Welle-ն եւ այլն։ Ադրբեջանցի իրավապաշտպաններն էլ պնդում են, որ այդ որոշումը, այսինքն այդ պրոլոնգացիան այդ կարանտինի հակասում է ոչ միայն երկրի սահմանադրությանը, այլ նաեւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, մասնավորապես այն դրույթին, որը ենթադրում է ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Շատերը կարծում են, որ 24 թվականի աշնանը COP29-ի անցկացման կապակցությամբ Ալիևը կհանի կարանտինը, որովհետեւ դու պարզապես անհեթեթ էր, միջազգային այդպիսի մասշտաբային ֆորում անցկացնելը կարանտինի պայմաններում, բայց անգամ դա չստիպեց Ալիևին վերացնել կորոնավիրուսային այդ կարանտինը։ Արդյոք իսկ իրականում ինչ նպատակ է հետապնդում Ալիևը կարանտին պահպանելով։ Դե զուտ քաղաքական նպատակներն է լուծում Ալիևը սրանով եւ մի քանի պատճառ կա կարծում եմ։ Առաջինը դա հիշատակեցի, որ հավաքներ անցկացնելու արգելքը կարող է ցանկացած օր իրականություն դառնալ, քանի որ կարանտինը ուժի մեջ է։ Իսկ դա շատ լավ էր օգտագործում օրինակ խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ըստ էության արգելված էին միտինգները, շատ քիչ պետություն կա աշխարհում, ուր նախընտրական արշավը առանց հանրահավաքների է անցնում։ Երկրորդ պատճառը դա հնարավորություն է տալիս զսպել Իրանի եւ Վրաստանի ադրբեջանցիների հոսքը Վրաստան, իսկ փորձը ցույց է տալիս, որ այդ մարդիկ ավելի ընդդիմադիր հայացքներ ունեն եւ ունեն նաեւ երկքաղաքացիություն, այսինքն Ադրբեջանում հասարակական քաղաքական գործունեություն ծավալելու իրավունք եւս ունեն, իսկ այս օրենքը փաստորեն հնարավորություն է տալիս իրենց չեզոքացնել եւ սահմանափակել նրանց ակտիվացումը։ Երրորդ գործոնը դա ավիափոխադրողների լոբինգն է։ Բանն այն է, որ այս կարանտինի հետևանքով մի քանի անգամ ավելացան բեռնափոխադրումները, օրինակ, եթե մինչ COVID-ը Բաքվից Թբիլիսի օրական ընդամենը 1 չվերթ կար, ապա այսօր օրական 4-ից 5 չվերթ։ Եվ այստեղ կարծում եմ տեղին է հիշել այն, որ Ադրբեջանի խոշորագույն ավիաընկերություններից 2-ի սեփականատերերի թվում կան Իլհամ Ալիևի ընտանիքի անդամները, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների։ Հաջորդ 4-րդ գործոնը դա այն է, որ դրանով Ադրբեջանի իշխանությունները զսպելու են Իրանից փախստականների հնարավոր հոսքը Ադրբեջան, եթե ռազմական գործողությունները արդեն ցամաքում ծավալվեն։ Եվ այստեղ պարադոքս կարող է թվալ, խոսքը
ադրբեջանցիների մասին է, այսինքն հայրենակիցների մասին է։ Մի կողմից ասում են, որ իրենք պատասխանատվություն են պատրաստ կրել իրենց հայրենակիցների ճակատագրի համար, իրանացի ադրբեջանցիների։ Մյուս կողմից ահա այսպես փակում են սահմանը եւ իրենց փաստորեն թողնում են ճակատագրի կմահաճույքին։ Հաջորդ պատճառը դա այն է, որ այսպիսի գործիքներ կիրառելով Իլհամ Ալիևը կարող է շանտաժի ենթարկել Վրաստանին։ Բանն այն է, որ Վրաստանի տնտեսությունը գիտենք, որ զբոսաշրջային ինդուստրիայից շատ մեծ կախում ունի, իսկ Ադրբեջանը թիվ 1 զբոսաշրջիկներ մատակարարող պետությունն էր Վրաստան մինչև պանդեմիան։ Պանդեմիայից հետո 5-րդ տեղում հայտնվեց։ Պատճառը այն է, որ տարեկան այն 100,000-ավոր զբոսաշրջիկները, որ մեկնում էին Վրաստան, մասնավորապես Աջարիա հանգստանալու, հիմնականում դա անում էին ցամաքով, ավտոմեքենայով, ավտոտրանսպորտ օգտագործելով։ Ընդամենը 1,2% էր ավիա ճանապարհով, հա, իսկ այս դեպքում փաստորեն անիմաստ է դա դառնում, քանի որ Թուրքիայի լողափեր մեկնելը շատ ավելի էժան է, քան Աջարիա։ Վրաստանը արդյունքում այս տարիների ընթացքում փորձագետները հաշվարկել են, կորցրել է $600 միլիոն։ Դա լուրջ հարված էր Վրաստանի տնտեսությանը։ Իլհամ Ալիևը դա գիտակցում է եւ օգտագործում է դա որպես լծակ Վրաստանի վրա քաղաքական ազդեցության համար։ Շնորհակալություն Արծուն։